Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի ստորգետնյա 350 մմ տրամագծով գազատարը, որը սնում է քաղաքի 2/3 բնակչությանը, արդեն 2 օր է ինչ վթարված է։ Արտահոսքի պատճառով պայթյուն ապահարդեր բռնկվել փողոցի առանձնատներից մեկում։ Գրանցված վթարի օջախները հայտնաբերված են, այժմ ընթացքի մեջ են վերականգնողական աշխատանքները։ Դադարեցրեցինք քաղաքի համարյա 80%-ի գազամատակարարում։ Այսօրվա դրությամբ մոտավորապես վերականգնված է Վանաձոր քաղաքի տոկոսային հարաբերությամբ ասեմ մոտ 60%-ի գազամատակարարում։ 60-ական թվականներից գործող գազատարը ֆիզիկապես մաշված է, որի հետևանքով փողոցի կոյուղու խողովակների եւ հարակից առանձնատների դիտահորերում բնական գազի առկայությունը դարձել է պայթյունի պատճառ, նշում են մասնագետները։ Այս օրերին գրանցված աննախադեպ ցուրտ եղանակներն էլ իսկական գլխացավանք են ջեռուցման համակարգեր օգտագործող հիմնարկ ձեռնարկությունների համար։ Լոռու մարզի կրթության վարչությունն օրինակ թեպետ ցրտաշունչ օրերի պատճառով մարզի որոշ համայնքների դպրոցներում դադարեցրել էր կրթական գործընթացը գարնանային արձակուրդներին այն լրացնելու պայմանով, հիմա նույն մեթոդը կիրառում է Վանաձոր քաղաքի մի շարք դպրոցներում։ Հաշվի առնելով, որ նման դպրոցներում մենք ուղղակի չպետք է վտանգենք սովորողների, ինչու՞ չէ նաև ուսուցիչների առողջությունը, որոշում ենք կայացրել, որ դադարեցնենք այդ դպրոցներում դասопроցեսը։ Վանաձոր քաղաքի գազամատակարարման ամբողջովին վերականգնման համար աշխատանքային բրիգադներն աշխատում են լայն թափով, ովքեր հույս են տալիս, որ հնարավոր ամեն ինչ արվում է գոնե օրվա ավարտին վթարը վերացնելու համար։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։